Որովհետև ես նկատում եմ, որ հայելու հարթակը այն եզակի երևի հարթակներից է մնացել, որտեղ մշտապես խոսվում է Բաքվի բանտում գտնվող մեր ռազմագերիների մասին ամոթ է, սիրելի քաղաքական ուժեր, նաև ընդդիմություն, որ այս ընտրական էքստազի մեջ ընկած մոռացել եք, որ այնտեղ մենք ունենք ցմահ դատապարտված Արցախի քաղաքական էլիտա եւ ունենք 15-20 տարի դատապարտված մեր մյուս հայրենակիցները։ Ես հասկանում եմ, եկեք ձեր ընտրական ուրեմն այս էյֆորիան այսպես որոշակի տագնապով կտրեմ, եթե մենք մտածենք դե լավ, ինչ կարանք անենք, եթե մենք ցանկացած միջազգային ֆորում, անկախ նրանից, թե այդ ֆորումներում ինչա քննարկվում, չտրանսֆորմացնենք այս մարդկանց խնդրին, որոնք լեգիտիմորեն ղեկավարել են Արցախը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավար երկրների Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները 30 տարի նրանց հետ լեգիտիմ բանակցություններ են վարել, ապա մենք կարող է մի օր զարթնենք և լսենք, որ օրինակ այսօր Բաքվի բերդում անհասկանալի պայմաններում, ասենք, մահացել է այս մեկը, հետո մյուսը, ես կոչ եմ անում նաև միջազգային կառույցների հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, մի նայեք, ես չեմ նայում, թե ինչ գիտաժողովի, ինչ կոնֆերանսի էին ինձ հրավիրում, բնականաբար ինձ չեն հրավիրում գիտաժողովի կամ կոնֆերանսի, որտեղ ասում են, դե դու արի Ռուբեն Վարդանյանից կամ Բակո Սահակյանից խոսա, եթե անգամ ասել եմ ինձ հրավիրում են սելեկտիվ աբորտների կամ ընտանեկան բռնության, կամ ասենք Գազայի փախստականների վերաբերյալ քննարկումների, ինչին առաջիկայում ևս պիտի մասնակցեմ, ես այդ ամենը սահուն բերում եմ և իմ ելույթի առանցքը սարքում եմ մեր ռազմագերիները, որովհետև այո, մեր լռությունն է նաև մոռացության մատնելու ու ազատելու Ալիևի ձեռքը, մենք պիտի միջազգային բոլոր հարթակներում այսպես պետք լինի, այսպես ճանգրտենք միջազգային կառույցների և այն եվրոպացիներին, ովքեր ասում էին դե լեգիտիմ իշխանություն է և ովքեր ասում էին, ինչպես Ալիևն է ասել, միջազգային հանրությունը փակ դռների հետևում ինձ ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը, պետք է չնայենք, որ Հայաստանի իշխանությունը թքած ունի այս հարցի վրա, որովհետև մենք պիտի թքած չունենանք և ես ձեզ հավատացնում եմ, որ միջազգային պրեսինգ եթե լինի, հավատացնում եմ ձեզ, որ Ալիևը տեղի է տալու, որովհետև սա քաղաքական հարց է և նորից պիտի ցիտեմ Ռուբեն Վարդանյանին, ով ասեց ես հրաժարվում եմ բողոքարկել այս դատավճիռը, որովհետև սա ոչ թե դատական նիստ է, այլ սա հաշվեհարդար է, հաշվեհարդարի և ինչը բողոքարկես, սա էլ ուրեմն այս մասով և ուզում եմ նաև անդրադառնալ ընդդիմության անելիքներին, ընդդիմությանը, որովհետև մենք տեսնում ենք, ես անձամբ իմ դիտարկումները ցավոք սրտի բերում են նրան, որ մեր այս պահին հայտ ներկայացրած հունիսի 7-ի ընտրական պրոցեսի հայտ ներկայացրած ուժերի գերակշիռ մեծամասնության նպատակը ոչ թե Նիկոլին այս ռեժիմը իշխանությունից հեռացնելն է, այլ Նիկոլի խորհրդարանում, Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում ընդդիմություն աշխատելն է, լավ չեք անում, եթե ձեր նպատակը ընդամենը մի քանի մանդատն է, որ այս խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտը փոխարինվի, ասենք այլ դեմքերով, դա հարցի լուծում չի, որովհետև դուք չեք կարողանալու, ինչպես այս խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում և բնական է, որ իշխանության մոնոպոլիայի դեպքում չի կարողանալու և արտաքին նման տոտալ աջակցություն
աջակցության դեպքում չի կարողանալու կանխել երրորդ Հայաստանի ավարտը, այնպես էլ դուք չեք կարողանալու կանխել, որովհետև արդեն նաև հրապարակում եղավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Բրյուսել ներկայացրել է ճանապարհային քարտեզ, հայ եկեք չմոռանաք, որ Վենսը այստեղ արդեն իսկ կանխորոշեց, հա, իրանց համար հունիսի 7-ի ընտրության արդյունքը սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին հրավիրելով Վաշինգտոն, ԵՄ դիտորդական առաքելությունն էր, Բրյուսել ներկայացրել է այլևս իր դիտարկումները նոյեմբեր ամսին Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու, հասկանալի է, որ այդ դատան ԵՄ դիտորդական առաքելությունը ճշտել է այս իշխանության հետ, այսինքն սրանք հիմա դուք եք օքեյ, որ Նիկոլը ընտրվում է, սեպտեմբերին գնում է Միացյալ Նահանգներ, նոյեմբերին էլ սահմանադրական հանրաքվե է անցկացնում եւ այդ հանրաքվեով մենք ավարտին ենք հասցնում Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Իհարկե հիբրիդային պատերազմա, իհարկե ԵՄ բարձրաստիճան իհարկե դա ուղղակի հիբրիդային պատերազմ է եւ ես սա ակնհայտ է, ես չգիտեմ հիմա երևի ռուսական թեզերը պաշտպանողների դուրը չի գա, բայց ես մնում եմ իմ այս վստահ համոզմամբ, որ Ռուսաստան այսենց ունքը անգամ չի շարժելու Հայաստանի ընդդիմությանը աջակցելու համար եւ Նիկոլի իշխանության համար Ռուսաստանը որևէ, այսպես ասենք, իշխանությունը փոխելու համար որևէ միջամտություն չի անելու, ինչը ճիշտ է անելու եւ նույն միջամտությունը չի պիտի անի նաեւ արևմուտքը, բայց մենք լսեցինք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի անվերապահ աջակցությունը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի աջակցությունը, իսկ Եվրոպական միությունը այլևս Նիկոլի ընտրությունը հունիսի 7-ին ուրեմն արձանագրում է որպես կատարված փաստ եւ ուղղակիորեն թե ֆինանսական, թե նաեւ այսպես կոչված հիբրիդային միջամտությամբ սատարում են այս իշխանությանը։ Եվ Տիկին Զորեգան վերջին հարց ըստ էության եկեղեցու դեմ իրապես իրենք ձախողվել են, վերջերս նորից Փաշինյանը պատարակել մասնակցություն Եվ չի զեղչվել վեհափարի անունը, այո։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը Աշակ Սրբազանն էլ այլևս ազատության մեջ է եւ ասած վախեցնել չեն կարող իրենք ուղղակի խնդրել։ Ուրեմն շատերը հարցնում են ինչ եղավ, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ստոպ է վերցրել, թայմ աուտ է վերցրել եկեղեցու դեմ հրահրած վեհափարի դեմ հրահրված պատերազմում, վստահ եմ նաև հանրային տրամադրություններն են, որոնք ուղղակիորեն դատապարտեցին այս զզվելի գրոհը վեհափարի եւ եկեղեցու դեմ եւ նաև բավականաչափ լուրջ կենտրոնների սոցիոլոգիական հարցումներն են, որ դրվեցին Նիկոլի սեղանին, այդ թվում նաև ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնցով հասարակության 39 գումարած 23%-ը աջակցում ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցը Հայաստանում հայ առաքելական եկեղեցին է եւ հայ առաքելական եկեղեցու ուրեմն վստահությունը չնայած այս տոտալ հակաքարոզչությանը շարունակում է աճել այս պահի դրությամբ կալանքի տակ է եւ պարբերաբար երկարացվում է կալանքը ուրեմն Բակրատ Սրբազանի երևի մոռացել եք հիշեցնեմ Բակրատ Սրբազանը իբր ըստ այս իշխանության մեղադրանքի տերոր էր նախապատրաստվում տերորի գործիքներն էր պոլիփայտն էին միկրոալիքային վառարանն էր կոշիկի մեղն էր ես հաջորդ անգամ հիշելու եմ այն մանուշակագույն այդ գմփունիկը ծուխը բերել Եվ այդ որոնք այդ ծուխն էր, որով ի դեպ այդ ծուխով Արարատ Միրզոյանը ու Լենա Նազարյանը հեղափոխությունից մի քանի օր առաջ մտան ԱԺ եւ բոլորիս ծածկեցին այդ ծխած ածկույթով ուստի ինքը հասկացել է որ իր վիճակը այս ռեժիմը հասկացել է որ իր վիճակը առանցնել լավ չի ուստի բարձր հեղինակություն ունեցող եկեղեցուն այս փուլում պետք է
հանգիստ թողնել, բայց իմանալով եւ ճանաչելով Նիկոլին, վստահեցնում եմ հունիսի 6-ին ընտրվեց, հունիսի 7-ի առավոտյան ինքը վերսկսելու է այս նողկալի գրոհը վեհափարի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ, ուստի եւ ինչ պետք է անել, ուստի եւ մեր ընդդիմությունը ոչ թե պիտի սենց թուղթ ու գրիչը սենց հաշվիչը կամ կալկուլյատորը արած մտածի ոնց անենք 4%-ը պլստան, գիտեք ամոթ է, եթե ձեր խնդիրը ընդամենը 4%-ը սահմանադրական շեմը պլստալն է, այդ դեպքում ես ձեր անունը կդնեմ միստր եւ միսիս 4%-ներ, որովհետեւ այո, շատերի կռիվը ընդամենը 4% պլստալն է եւ ընդամենը 5-6 մանդատ ունենալն է, հավատացնում եմ ձեզ, չի ներելու ժողովուրդը այն ընդդիմությանը, ում կռիվը 4%-ն է եւ միանում եմ ուրեմն այն առաջարկին, որ հնչեց եւ տևական ժամանակա հնչում է թե Հրանտ Բակրատյանի կողմից, թե նաեւ միասին շարժումը ուրեմն առաջարկեց, հենց հիմա, հենց այս փուլում ընդդիմադիր բոլոր ուժերը պիտի ստորագրեն մեմորանդում, հուշագիր, որ նախ բացառում են միմյանց դեմ հակաքարոզչությունը, երկրորդ ուրեմն երաշխավորում են, որ ընտրությունից հետո որևէ պարագայում ՔՊ-ի հետ որևէ սոուսով անունը կդնեք ազգենք փրկում, երկիր ենք փրկում, ազգային համերաշխություն ապետք եկեք միանանք, որտեվ ես գիտեմ արդեն որոշ քաղաքական ուժեր թե ինչ սոուսով են փախնելու այդ հուշագիրը ստորագրելուց, կստորագրեն, որ որևէ պարագայում ՔՊ-ի հետ որևէ կոալիցիա չեն կազմելու եւ նաեւ այդ հուշագրում կա կետ, որ հիմա այս ընտրական փուլում իրենց ընտրական ռեսուրսները, վերահսկողական ռեսուրսները նկատի ունեմ տեղամասերում վերահսկելու, իրենք աշխատելու են համակարգված։ Հիմա ինչի եք վախենում ընդդիմադիր ուժեր, ես բոլորին չեմ ասում, ես կոնկրետ իմ մտքում նկատի ունեմ երկու ուժի, բա ինչի չեք ստորագրում, որ որևէ պարագայում ընտրություններից հետո անկախ նրանից որդ քանի տոկոս ձայն կհավաքի, չեք համագործակցելու ՔՊ-ի հետ, այս շատ լավ լակմուսի թուղթ է լինելու, իդեպ նաև մի թիվ էլ ասեմ, ես չգիտեմ այս ՔՊ-ն ինչի է ուրախացել այդ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի թվերից, նայեք այնտեղ մի հատ զարհուրելի թիվ կա, 48%-ը ներկայացված գործիչներից, ընդդիմադիր քաղաքական լիդերներից որևէ մեկի հանդեպ հանրային վստահություն չունի, սա շատ ծանր եւ շատ վատ թիվ է եւ հարգարժան ընդդիմադիրներ, ոչ թե իրար էլեկտորատից ձեմ փախցրեք, իսկ հիմա դուք զբաղված եք իրարից ձեմ փախցնելու, այլ այդ ամենահիասթափված այդ 40%-ը մի հսկայական սեգմենտ որևէ մեկի հանդեպ, որևէ գործչի, որևէ քաղաքական ուժի հանդեպ հանրային վստահություն չունի, ահա այդ սեգմենտի հետ աշխատեք, որ մարդիկ հավատան ձեզ եւ հունիսի 7-ին տանից դուրս գան եւ գնան ընտրատեղամաս, որտեւ եթե այդ 48%-ը մնաց տանը, եւ մասնակցությունը եղավ փոքր, քիչ, ապա այդ քիչ մասնակցության մեջ Նիկոլ Փաշինյանը իր ուզած սահմանադրական մեծամասնությունը ցանկացած գնով փորձելու է ստանալ։ Ես եմ շնորհակալ։